38 տարի առաջ այս օրը սկսվեց Արցախյան շարժումը։ Օրվա կապակցությամբ Արցախի եւ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել շարժման հաջորդած պատերազմներում զոհված տղաների հիշատակին։ Ավստրիայում ավարտվել է եպիսկոպոսաց հավաքը։ Վերջ դրեք ազգընտիր հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, նշվում է եպիսկոպոսների ընդունած հայտարարության մեջ։ Տիրադավներին միացած Հոնան arczepiskopos Տերտերյանը վերահաստատել է իր հավատարմությունը Մայրաթոռին։ Նա Ավստրիայում ստորագրել է եպիսկոպոսների ընդունած հայտարարությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան։ Նա մասնակցելու է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը դեռ վերջնական տեսք չունի։ Բնականաբար գաղտնի ցուցակ չի լինելու, հենց ցուցակը լինի, բոլորդ կիմանաք։ Փաստինֆոյի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Աչափնյակում օրերս տեղի ունեցած հրաձգության գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Նա մեղադրվում է սպանության եւ 7 դրվագ սպանության փորձի մեջ։ Փաստինֆոյի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացրել են խուզարկություններ։ Այս մասին Փաստինֆոյին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։ Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Վալերի Օսիպյանի եւ նրա տիկնոջ։ Հայցադիմումով դատախազությունը պահանջում է բռնագանձել նրանց զգույքը։ Արցախցի գործարարներից շատերը փորձում են մանևրել եւ աջակցություն չեն ցուցաբերում Արցախն իմ սրտում հիմնադրամին։ Հանրային ձևով եմ անդրադառնալու նրանց։ Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով ապացույցները կեղծելու վերաբերյալ։ Այդ մասին կառույցից հայտնել են Փաստինֆոյին, սակայն հաղորդումը ներկայացրած փաստաբան Հովհաննես Խուդոյանը պաշտոնապես պատասխան չի ստացել։ Նա պատրաստվում է բողոք ներկայացնել առանց որոշումներին սպասելու։